Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Բարի երեկո, սպասիրինձն է եթերում։ Մեկ շաբաթ է անցել մեր վերջին թողարկումից եւ այսօր մենք կրկին եթերում ենք նոր պատմություններով։ Մեկ շաբաթն արագ անցավ, ինչպես ասվում է, աչքը թարթել չհասցրինք։ Կյանքի տեմպը կարծես արագացել է, ու թվում է այնքան շատ բան չենք հասցնում անել։ Համաձայն եմ, հատկապես ընտանիք ունեցող, աշխատող ու մշտապես զբաղված մարդիկ հաճախ չեն հասցնում կյանքի ամենապարզ հաճույքներից օգտվել, վայելել բնությունը երեխաների հետ, ավելի շատ ժամանակ անցկացնել, զբաղվել սիրելի հոբբիով։ Ու այդ զրկանքների համար միշտ մեղադրում ենք ժամանակին։ Ժամանակ չունեմ, ժամանակ չկա, չեմ հասցնում, ժամանակը չի ներում։ Բայց եթե մի պահ կանգ առնենք ու մեր շուրջը նայենք, հիշենք, որ կյանքը մեկն է, կհասկանանք, ինչու ենք ապրում։ Գուցե փոխենք մեր տեսանկյունն ու փորձենք սլացող ամեն մի րոպեն օգտագործել ի օգուտ մեզ եւ ոչ թե խելակորույս վազենք այդ րոպեների հետևից։ Խորհուրդդ իրոք տեղին է ու հատկապես բոլոր նրանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով բաժանված են իրենց հարազատներից։ Այս դեպքում թանկ է ամեն ժամը, որոնումներ սկսելու համար չի կարելի կորցնել գեթ մեկ օր, հատկապես հաշվի առնելով, որ որոնումները երբեմն ամիսներ ու տարիներ են տևում։ Մենք էլ չկորցնենք ոչ մի վայրկյան ու շտապենք սկսել այսօրվա թողարկումը։ Ապրում ենք մեր բնականոն կյանքով եւ հաճախ չենք էլ պատկերացնում, որ մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք ներսում մեծ ցավ են կրում։ Ու ցավն այդ կապված է մտերիմ մարդու կորստի հետ։ Ցավն ամոքելու միակ եղանակը թերևս հարազատ մարդուն գտնելն ու նրա հետ վերամիավորվելն է, կամ գոնե նրա մասին որևէ տեղեկություն ստանալը։ Այսօրվա մեր հյուրը եկել է այստեղ հենց այդ ակնկալիքով։ Համեցեք։ Բարի երեկո, միացեք մեզ, այո։ Բարի ձեզ, համեցեք։ Խնդրում եմ ներկայացեք եւ պատմեք, թե ում եք փնտրում։ Ես Կարեն Ներսեսյանն եմ Երևանից։ Ծառայել եմ 84-86 թվականին Օմսկում, Սիբիրում։ Ընտրում եմ իմ բանակի ընկերոջը, ազգությամբ ռուս, Գուգլենկո Վալերի, որի հասցեն է Ղազախստանի, Կուստանայսկի օբլաստ, քաղաք Ռուդնի։ Գուգլենկոյի հետ մենք 2 տարի կողքի ծառայել ենք։ Բացի այն, որ մենք հայեր կովկասցիներ ենք ունեցել, նա շատ ընտիր անձնավորություն էր։ Ասեմ նաև, որ մեր պրիզիվը ուսանողական պրիզիվ էր, առաջի կուրսը ավարտելուց հետո գնացինք եւ նա եւ մենք այնտեղ հանդիպել ենք, հետագայում 2 տարի հետո շարունակել ենք ուսումը, այնպես որ գալուց հետո մեծ դադար եղավ ուսումը ավարտել, հետո ամուսնանալ, երեխաներ, հետագայում սկսեցի փնտրել։ Արդեն ժամանակ եղավ փնտրել, մի քիչ ժամանակ անցնում կարոտը սկսում է խեղդել, ոչ մի տարբերակով չկարողացա գտնել իրան։ Շատ ցավում եմ, որ արդեն 40 տարի է չեմ կարողանում ոչ մի ձև գտնել։ Կարողացել եմ գտնել 3 հոգու, Իմիջալոց Յոշկարոլա եմ գնացել, մեր ընկերոջը գտել եմ, այցելել եմ ազգությամբ ռուս, ուզբեկին եմ գտել, գնացել Մարխամատ, Ուզբեկստան, Տոմսկ եմ գնացել, այս նկարում նույն Վալերին է, Վլադիմիրի հետ, արդեն նրան հանդիպել եմ, Յոշկարոլայում հանդիպումը շատ հաճելի, հետաքրքիր Ձեր գտնված ընկերները չգիտեն արդյոք ոչինչ Վալերիի մասին։ Ոչ մեկ չգիտի, բոլորս իրար հարցնում ենք, ես հույս ունեմ ձեր միջոցով գտնել իրեն։ Պետք է նաև խնդրենք, որ ձեր ընկերոջը դիմեք։ Խնդրում եմ նայեք տեսախցիկին եւ ասեք այնինչ երկար տարիներ ցանկանում եք ասել նրան։ Վալեր ջան, իմ սիրելի ընկեր, իմացի, որ Երևանում ոչ միայն ես, այլ մյուս հայ ընկերները փնտրում ենք եւ սպասում հնարավորինս չափ շուտ մեզ արձագանքիր, որպեսզի տեսնենք, կամ դու կգաս, կամ մենք կգանք։ Իմ լավ ընկեր։ Կարծում եմ արձագանքը երկար սպասել չի տա, որովհետև հենց այդ տեսակ ազգանունով եւ շատ քիչ հանդիպող ազգանուն է եւ քիչ մարդիկ կան, կարծում եմ ավելի հեշտ կլինի այս շրջանակը նեղ է փնտրելու եւ հուսով ենք, որ ձեր հայտը
արձագանք կստանա, շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Սկսենք ձեր ընկերոջ որոնումները։ Շնորհակալ կլինեմ։ Դիմում եմ մեր նախագծի կամավորներին։ Եթե այն քաղաքում եք, որտեղ կարող է լինել որոնվողը կամ հնարավորություն ունեք կապ հաստատելու ու ինֆորմացիա ստանալու տվյալ բնակավայրից, ապա մի հապաղեք։ Ձեր օգնությունն այս պահին շատ անհրաժեշտ է։ Որոնումների ընթացքում հանդիպում ենք բազմաթիվ դժվարությունների։ Դրանցից մեկն առաջանում է այն ժամանակ, երբ պարզվում է, որ որոնվողը վաղուց փոխել է բնակության հասցեն։ Ավելին, երբեմն փոխվում է ոչ միայն հասցեն, այլև քաղաքը եւ նույնիսկ երկիրը։ Այս դեպքում օգնության են հասնում նախկին հարևանները կամ մտերիմ ընկերները, որոնք կարող են տեղեկություն ունենալ որոնվողի գտնվելու վայրի մասին։ Բայց ինչ անել այն դեպքում, երբ վերջինս, այսպես ասած, այրել է բոլոր կամուրջները, չի թողել իրեն գտնելու ոչ մի հնարավորություն։ Նման պարագայում անշուշտ հույս ենք դնում մեր նախագծի բարձր վարկանիշի վրա, ինչը նշանակում է, որ մեր բազմահազարանոց լսարանում կգտնվեն մարդիկ, որոնք կապի մեջ են տվյալ անձի հետ, ընտանիքի անդամներ, ընկերներ, ազգականներ։ Բայց մեր նախագծի համար անչափ կարևոր է նաև կամավորների գործունեությունը։ Հենց այս պատրաստական մարդկանց շնորհիվ ենք հաճախ գտնում վաղուց կորած հետքերը, եւ երբեք ավելորդ չէ նրանց ասել շնորհակալություն։ Մենք հենց հիմա կդիտենք նոր տեսանյութ, իսկ դուք, սիրելի հեռուստադիտողներ եւ կամավորներ, ուշադրությամբ դիտեք եւ լսեք։ Այս պատմության հանգուցալուծման մեջ հնարավոր է հենց դուք կարող եք որոշիչ դեր խաղալ։ Ծառները հետում ենք, հետո վարուցանք, ու աշխատանքը կա էլի գյուղում միշտ։ Հենց որ պարապ չեն մնա, գյուղացին երբեք պարապ չի մնա։ Վարուժան Գալստյանն է։ Գյուղում նա հայտնի է որպես ստեղծագործող արհեստավոր, փայտի հետ է աշխատում եւ բանաստեղծություններ գրում։ Գալստյանների տոհմի ավանդույթների շարունակողն է։ 1900-ական թվականներին Մանիշ տատն իր ամուսինն ու երկու զավակները ապրել են Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքում։ Վարդերով ծածկված երկհարկանի տան բակում միշտ իրարանցում էր։ Մարդիկ գալիս էին, ինչպես ասում են, ձեռքի գործից հասկացող մարդու տուն, հին իրերը նորոգելու կամ նորն ու գեղեցիկը ստեղծելու խնդրանքով։ Բալա վախտերս մեկ իշտը բանաստեղծություն կգրեմ, լորվա մասին, լավ բանաստեղծություն կուզեմ գրեմ, նայում եմ ներքև իշ բնություն է, փամբագն է հոսում, իշ լիություն է, դուն իմ լորեցի, համ դու ձորեցի, համ էլ լորեցի։ Մեծ եղեռնի ժամանակ Մանիշտատը կորցրեց ամուսնուն։ Նա երկու երեխաներին Գևորգին եւ Արաքսիային գրկած ոտքով հասավ Ալեքսանդրապոլ։ Տուն եւ աշխատանք գտնելու համար Մանիշը երեխաներին ժամանակավորապես հանձնեց տեղի մանկատուն։ Օրեր անց վերադարձավ, սակայն հետ վերցրեց միայն դստերը։ Մաքրուին հայտնեց, որ որդուն Գևորգ Թմեյանին մյուս երեխաների հետ տարել են Ամերիկա։ Հավաքարար այդտեղի 20 երեխու ձեռից քաշին, լացելով տարան։ Երեխեն քսե չերեր տա, լացելով քսե թևից քաշելով տարան։ Ու այդտեղ էլ տատիկս ոչ մի բան չի շե, գիտակցությունը կկործնե, հետո երեխուն աղջկան շալագե, կուկա մինչև Ստեփանավան, Վարդաբլուր գյուղը։ Կարող է իսկի չեն է տարե, կարող է հենց հավաքարարն է տարե իրան պահե, մենք ոչ մի բան չգիտենք, բայց տատիկս որ հետ է տարե, հավաքարարը եկել առաջ, սել է տարան երեխուն ուշ է, դենց էլ ասել է, սել է մի կես ժամ կլնի, որ տարել են։ Մանիշը դստեր հետ տուն գտավ Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում, սկսեց զբաղվել խոհարարությամբ։ Որդուն գտնելու համար Մանիշը պարբերաբար գնում էր Լենինական, դիմում էր ամերիկյան տարբեր կազմակերպությունների, փորձում որևէ տեղեկություն գտնել, սակայն անօգուտ։ Որ տատիկս գալիս իջնում էր այստեղ ավտոբուսից, նա էր Լենինականին, գլխաշորը քաներ, խաշ քաներ ու լաս կերներ։ Հետո քարցնենք էլի տատիկ ինչի ամեն գալուն նայել Լենինականին ու լացեգը։
Մեր սկսեր օրը իր տեղին Գևորգին ընդեղ է թողե բալաջան, հաշկը ճամպինի։ Հետենց է այդ կնիգը հաշկը ճամպի մացավ։ Տադը լասկերնի բան երեխայս չեք սես ինչի լասկերն ինչ եղել որ տադը սեգավ ավտոբուսից իջավ ու լաց եղավ հետիք սաղի վրեն կաստե մանավանդ թիմի որ մեծացել ենք աղետներ ենք տեսել պատերազմ ավելի շատ կազմե քսեմ ինչ պատկերացնես ինչ կան է տադս մեղք եղել էլ երեխեք ու շալագով հասցնել են նագան ու դեղին կորցն է Մանիշը մահացավ 1970 թվականին Այժմ Գևորգի եւ նրա ժառանգների որոնումները շարունակում են նրա քրոջ Արաքսիայի թորները, որոնցից մեկն էլ Վարուժանն է։ Դիմել եմ ձեզ մեծ հույսերով, որ տեսնիմ անայդ կորած մարդուն կգտնիկ, ես ենքան եմ հույսով, որ գույնա մի բան, մի արձագանք։ Խնդրում եմ Գևորգի ժառանգներից, թորներից, ծորներից, ով կա թող արձագանքեն։ Կուզեմ որ իրանք պայման իմանան ով է եղել իրանց մերը, ով է եղել այս տադը, ով է եղել այս քուրը, որ ես իմանամ, իրանք արդեն իմացել են իրանց արմատները որտեղ է թաղված։ Ուրիշ բան չեմ կարող ասել, այդ կանը կխնդրեմ։ Մեծ համարձակություն է պահանջվում, որպեսզի գալ հեռուստատեսային տաղավար, բազմահազարանոց լսարանի առջև պատմել սեփական կյանքի պատմությունը եւ օգնություն խնդրել հարազատի որոնման գործում։ Բայց դա նաեւ շատ կարեւոր քայլ է, որը կարող է վերջապես անցյալում թողնել տարիների բաժանումը։ Մեր այսօրվա հյուրը գտել է իր մեջ այդ համարձակությունը եւ մենք սիրով դիմավորում ենք նրան։ Բարի երեկո, խնդրում եմ ներկայացեք եւ պատմեք ձեր պատմությունը, ում եք փնտրում։ Բարև ձեզ, ես Գևորգ Հարությունյանս, Արմավիրի մարզի գյուղ Հայթաղ համայնքից եմ եկել, փնտրում եմ հորեղբորս տղային Յուրադիկ Վալերովիչ, Վալերալ է հորեղբորս անունը։ Ազգանունը կպարզաբանեք, գերմանական ազգանուն է, հա։ Յուրադիկ։ Մոր ազգանունն է։ Հա, մոր ազգանունը, մայրիկի անունը Իռայ է եղել։ Հիմա քանի տարեկան պետք է լինի Յուրան։ 81 թիվն է։ Վերջի անգամ 91 թվականին է եկել ստե։ Մի 40 օր մնացել է պապիս արարողություններին։ Ասած 45-ին։ Սենց գնացել են օրեղբայրս 2000 թվին, որ մահացել է, այլ կապը ընդհատվել է։ Էսի հայրիկս է, էսի Յուրանա, էս էլ հորեղբայրս է։ Ստե կա հայրիկիս հետ է նկարված ինքը։ Էսի իրանց մոտ է Ղազախստանում է։ Հիմա պատկերացրեք, որ նա նայում է մեզ եւ ինչ կասեք նրան։ Յուրա ջան, խնդրում եմ, եթե լսում ես մեզի արձագանքի, շատ ուրախ կլինենք ձեր հետ հանդիպենք։ Թեկուս ստեղ, թեկուս Ղազախստանում տարբերություն չկա։ Տենց հույսով ենք որ գտնվի էլի ձեր միջոցով։ Ինչպես մեր ուշադրության կենտրոնում հայտնվող բոլոր պատմությունները, այս պատմությունը եւս այսօրվանից կլինի մեր ուշադրության կենտրոնում։ Հավատով լցվենք, որ շատ շուտով կրկին կհանդիպենք լավ լուրերով։ Սիրելի հեռուստադիտողներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցներ, ձեզ համար ուրախալի նորություն ունենք։ Սպասիր ինձ հեռուստանախագիծը ընդլայնում է գործունեության շրջանակն ու աշխարհագրությունը, եւ շատ շուտով մենք կլինենք առաջին ալիք Ամերիկայի եթերում։ Իսկ դա նշանակում է, որ ավելի շատ պատմություններ կունենանք, որոնցում որոնվողները կամ որոնողները Միացյալ Նահանգներից են։ Մենք ուզում ենք, որ ավելի ու ավելի ամրանակապը տարբեր մայրցամաքներում ապրող մեր հայրենակիցների միջև եւ սպասիր ինձ նախագիծը մեզ կապող կամուրջ դառնա։ Հետևեք առաջին ալիք Ամերիկայի եթերին, բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին եւ նորությունների մասին տեղեկացեք առաջինը։ Եվ իհարկե, սպասեք մեզ Միացյալ Նահանգներում։ Երբեմն կարող ես պատմել որևէ մեկի մասին, երկար նկարագրել նրան, շեշտել անունը, բայց զրուցակիցդ այդպես էլ չհասկանա ում մասին է խոսքը։ Հենց այդ ժամանակ օգնության են հասնում լուսանկարները։ Երբեմն մարդու տեսողական հիշողությունը ավելի ուժեղ է գտնվում։ Սպասիր ինձին դիմելու պարագայում լուսանկարներ տրամադրելը անհրաժեշտություն է։
Հենց դրանք են հաճախ սկզբունքային դեր խաղում մարդկանց որոնման գործում։ Դիտենք ֆոտոհայտերը։ 1972 թվականի դեկտեմբերի 1-ին ծնված Արմեն Մարգարյանին է որոնում դուստրը՝ Միլենան։ Միլենայի ծնողները ամուսնալուծվել են, երբ նա 15 տարեկան էր։ Վերջին անգամ Արմենը զանգահարել է Երևանում բնակվող իր մորը 2014 թվականի հոկտեմբերի 9-ին։ Նրա հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ Արթուրին եւ նրա ընտանիքին է որոնում նրանց ազգականը Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ Լինա Փանոսյանը։ 70-ական թվականներին Լինայի հարազատներն ապրում էին Երևանում։ Հայտնի է, որ Արթուրը Անահիտ անունով քույր ունի։ Նրանց հոր անունը Ռոբերտ է, իսկ հորաքրոջ անունը Էմմա։ Մարինա Մալոյանը երազում է գտնել զարմուհուն՝ Աննա Հակոբյանին։ Աննայի հայրը Կարլեն է, Մարինայի քեռին է։ Կարլենը մահացել է 1978 թվականին, 39 տարեկան հասակում։ Մի քանի տարի անց նրա կինը Հասմիկը վաճառել է Երևանում գտնվող իրենց բնակարանը եւ դուստրերի հետ մեկնել անհայտ ուղությամբ։ Ազգականների հետ կապը այդ օրից ընդհատվել է։ Ասիա Միսակի Սահակյանին է խնդրում արձագանքել նրա քույրը՝ Ժենյան։ Վերջինիս հայրը՝ Միսակը, Իրանի քաղաքացի էր, բայց ապրում ու աշխատում էր Դոնի Ռոստով քաղաքում։ Այնտեղ ծանոթացել է երիտասարդ աղջկա հետ, որի հետ շուտով ամուսնացել է։ 1926 թվականին մեկնել է Իրան ազգականներին այցելելու, սակայն երկրից դուրս գալ այլևս չի կարողացել։ Նույն օրերին պարզվել է, որ նրա կինը հղի է։ 1926 թվականին ծնվել է Ասյան։ Հայրենիքում Միսակն ամուսնացել է երկրորդ անգամ, ունեցել է որդի եւ 3 դուստր։ Ավագ դստեր ճակատագրի մասին նրանք ոչինչ չգիտեն։ Լիլիթ Վարդանյանը ցանկանում է տեղեկություն ստանալ իր պապիկի եղբոր Աղվանի մասին։ Աղվանը ծնվել է 1921 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է առաջնագծում։ 1943 թվականին նրա ընտանիքը նամակ է ստացել, որում ասվում էր, որ Աղվանն անհետ կորած է ճանաչվել։ Աղվանի մայրը մինչև կյանքի վերջ սպասել է որդու վերադարձին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին անհետ կորած Սերգեյ Ենգիբարյանի մասին որևէ տեղեկություն է փնտրում նրա զարմուհին՝ Գայանեն։ Վերջինիս մայրն ամբողջ կյանքում երազել է գտնել եղբորը, սակայն մահացել է, այդպես էլ ոչինչ չիմանալով նրա մասին։ Վերջին նամակը Սերգեյից ընտանիքը ստացել է Վրաստանից 1941 թվականին, երբ Սերգեյը առաջնագծում էր։ Ինչպես է դասավորվել նրա ճակատագիրը դրանից հետո, հայտնի չէ։ Արմեն Նիկողոսյանին է որոնում իր դուստր Կարինեն։ 2014 թվականին Արմենը Հայաստանից մեկնել է Ռուսաստան։ Վերջին անգամ տուն է զանգահարել 4 տարի առաջ Լիպեցկ քաղաքից եւ ասել, որ աշխատում է որպես պահակ ավտոկայանատեղիում։ Դրանից հետո Արմենի հետ կապն ընդհատվել է եւ ընտանիքը մինչ օրս որևէ լուր չունի նրա մասին։ Կարինեն այժմ բնակվում է ԱՄՆ-ում։ Գուրգեն Բաղումյանին է որոնում նրա ազգականը Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ Բագրատ Խաչիկյանը։ Գուրգենը ծնվել է 1959 թվականին։ 1990 թվականին մեկնել է Լենինական քաղաքից եւ այլևս կապի դուրս չի եկել։ Ընտանիքն արդեն 30 տարուց ավելի ոչինչ չգիտի նրա մասին։ Ազատ Բալաբեկի Վարդանյանը ծնվել է 1971 թվականին Ճամբարակ քաղաքում։ Նրան է որոնում զարմուհին՝ Շուշաննան։ Ազատն արդեն 24 տարի կապի դուրս չի գալիս հարազատների հետ։ Անահիտ Եղիշի Քոչարյանին կամ նրա երեխաներին են որոնում ազգականները։ Մոտ 10 տարի առաջ նա Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասից վերադարձել է հայրենիք՝ Հայաստան։ Դրանից հետո կապը նրա հետ խզվել է։ Սիրելի հեռուստադիտողներ, հուսով ենք ուշադիր եք եւ եթե ճանաչել եք լուսանկարներում պատկերված որևէ մեկին, խնդրում ենք կապ հաստատել Սպասիր ինձի խմբագրության հետ։ Բոլոր պատմությունները, որոնց հետևում եք Սպասիր ինձի թողարկումների ընթացքում, մշտապես սկսվում են միևնույն կարևոր բանից, այն է որոնման հայտը։ Առանց մեր խմբագրություն ուղարկված հայտի մենք չենք կարող որևէ գործողություն սկսել։ Հենց դրա համար էլ մշտապես կոչ ենք անում ձեզ, եթե կորցրել եք ձեզ համար թանկ մարդու կամ մարդկանց եւ ուզում եք գտնել, ապա մտեք Սպասիր ինձ նախագծի կայք եւ լրացրեք որոնման հայտը, ինչից հետո մեր խմբագրությունն անմիջապես կարձագանքի եւ որոնումները կսկսվեն։ Մեկ լրացված հայտն ու դրան հաջորդող գործողությունները պարզապես հրաշալի իրադարձությունների մի երկար շղթայի սկիզբն են։ Հաճախ ոչ ոք չի էլ պատկերացնում ինչից կսկսվեն եւ ուր կհասնեն որոնումները, բայց դրական արդյունքները անսահման ուրախացնում են բոլորիս,
եւս մեկ անգամ փաստելով, որ արված քայլերից ոչ մեկը անիմաստ չէր։ Այդպես է եղել եւ մեր հերթական պատմության դեպքում։ Նախ լրացված հայտ, այնուհետև որոնումներ եւ ահա այսօր կիմանանք ինչ ընթացք ստացան դրանք։ Դիտենք առաջին տեսանյութը։ Սա իմ հայրական տունն է։ Այստեղ ծնվել մեծացել եմ, բայց դե արդեն այստեղ չեմ ապրում։ Իմ քույրիկիս բալիկներն են։ Մեր Մարինեն այստեղ է մեծացել, ճիշտ է ինքը ծնվել է նոր է եկել այստեղ, բայց այստեղ է մեծացել։ Դե հիմա համեցեք ներս։ Արի, Տիգրան ջան, արի գնանք։ Ես Գայանե Տոնոյանս որոնում եմ հորեղբորս աղջկան Մարինե Տոնոյանին։ Հիշում ես, ես մեր ընտանեկան լուսանկարների ալբոմն է։ Մարինեն ծնվել է 1983 թվականին, երբ Տոնոյան քույրերի հորեղբայրը Վաչագանը ծառայում էր Ռուսաստանի Տյումեն քաղաքում։ Երեխայի ծնվելու մասին Վաչագանը հարազատներին ոչինչ չէր պատմել։ Երբ Մարինեն 2 ամսական էր, Վաչագանը երեխայի մոր Լիլիայի հետ եկավ Հայաստան, հարազատներին անակնկալ մատուցելու։ Տան անդամները նրանց շատ լավ ընդունեցին։ Այն ժամանակ Վաչագանն ապրում էր Բալահովիտում, ծնողների, եղբոր եւ քրոջ հետ։ Ծառայության ընթացքում տեսել են, ծանոթացել են դրսում, թաթար է եղել ազգությամբ։ Սիրահարվել են, սիրել են։ Հարց ու փորձ եմ արել մեր հարևաններին, իրենք էլ են պատմում, որ Լիլային էլ են տեսել, ճանաչել են, իրեն հետ զրուցել են։ Ուղղակի այդ ժամանակ ես 3 տարեկան եմ եղել, ոչ մի բան դե պարզա չեմ հիշի, պատմելով գիտեմ, որ բոյով, նիհար, կապուտաչկերով աղջիկ էր։ Մեզ նման չի եղել։ Մամային է շատ նման եղել։ Սպիտակամորթ, բաց գույնի մազերով, ընդհանրապես հայ նման չի եղել։ Վաչագանը երաժիշտ էր, կլարնետ էր նվագում։ Նա ուզում էր իր ընտանիքի հետ ապրել Հայաստանում, բայց 1 տարի անց Լիլիան որոշեց վերադառնալ ծնողների մոտ, Տյումենի շրջանի Սալեիրկա գյուղ։ Հետո Վաչագանը Սիբիրում աշխատելու առաջարկ ստացավ, եւ քանի որ տուն գնելու համար գումար էր հավաքում, ընդունեց այն։ 3 տարի շարունակ Վաչագանը Լիլիայի եւ ընտանիքի մյուս անդամների հետ նամակագրական կապ էր պաշտպանում։ Վերջին նամակը Սիբիրից հարազատները ստացան 1986 թվականի ապրիլի 1-ին։ Այնտեղ գրված էր, որ դժբախտ պատահարի հետևանքով Վաչագանը մահացել է։ Գերաններ էին հավաքում։ Աշխատելու ժամանակ այդ մեքենա շուռ է եկել գերաններով իր վրա, ու այդպես էլ մահացել է։ Այդ լուրը հասել է ապրիլի 1-ին, իմ պապիկս չի հավատացել, մտածել է ապրիլի 1-ը դե սուտ է, չի հավատացել։ Մի խոսքով պապիկս մի քանի ազգի տղամարդկանցով գնացել են Սիբիր, հորեղբորս բերել են էլի, արդեն մահացած։ 1991 թվականին Վաչագանի եղբայրը Մնացականը մեկնեց Սալեիրկա Մարինեին գտնելու։ Առաջին հերթին նա այցելեց գյուղի դպրոց։ Հենց մուտքի մոտ պատին փակցված էին դպրոցի գերազանց սովորող աշակերտների լուսանկարները։ Մարինե Տոնոյանը նրանց շարքում էր։ Մնացականը պատից պոկեց աղջկա լուսանկարն ու որոշեց սպասել դրսում։ Դասերի ավարտից հետո Մնացականը մոտեցավ Մարինեին։ Աղջիկն այն ժամանակ 8 տարեկան էր։ Նա սկզբում վախեցավ, բայց երբ իմացավ, որ անծանոթն իր հորեղբայրն է, նրան իրենց տուն հրավիրեց։ Զանգը տալիս է դրան։ Դուռը բացում է Լիլիայի մայրը։ Ալկոհոլի ազդեցության տակ է եղել կամ ինչ, չգիտեմ, պատկերացրել է իմ հորեղբայրն է, Վաչագանն է, դուռը զանգ տալիս։ Որ բացել է, մի հատ հարվածել է հայրիկիս, այդ ժամանակ հայրս ասում է, ես եղբայրն եմ էլի իր, երեխուն ուզում է բերի, իրանք չեն տալիս։ Իսկ թվում է այդ ժամանակ Լիլիան արդեն ամուսնացած է լինում, երկրորդ ամուսին է ունենում։ Մնացականին հաջողվեց տուն բերել միայն Մարինեի լուսանկարը։ Հարազատները հույս ունեին, որ որոշ ժամանակ անց Լիլիան կմտափոխվի եւ կվերականգնի կապը, սակայն Տոնոյաններին այդպես էլ թույլ չտվեցին երեխայի հետ շփվել։
Ես չգիտեմ իրեն տեղյակ պահել են Լիլային, թե չի հորեղբորս մահանալու մասին, տեղյակ չեմ։ Պապիկս սամահանում, պապիկից հետո տատիկս սամահանում, մի խոսքով կապ ընդհանրապես կտրվում է, բայց մենք շատ էինք ուզում, որ մեր Մարինեի գտնենք, հայրիկիս երազանքներ։ Մեր այրունն է, հայրիկիս այրունն է, հայրիկիս եղբորը հիշատակն է։ Կապ չունի, թեկուս ինքը աշխարհի ծայրը լինի, մենակ գտնենք, այն որ հեռախոսով էլ զրուցենք իրար հետ, էլի իմանանք, որ ինչ որ մեր օրեղբոր մի մասնիկը կա էլի, կենթանի է։ Մարինե ջան, եթե դու մեզ տեսնում ես, մեզ լսում ես, մենք մեր երազանքն ա եղել, մենք քեզ գտնենք, քո հորեղբոր երազանքն ա եղել, որ քեզ գտնի, մենք շատ ուրախ կլինենք, քույրիկներով, եղբայրներով քեզ դիմավորենք, շատ կուզենք տեսնենք քեզ։ Դու կգաս Հայաստան, կծանոթանաս բոլորիս հետ, մենք քեզ շատ սիրում ենք։ Ահա այս տեսանյութի նկարահանումներից հետո անմիջապես սկսեցինք որոնումները։ Դրանց ընթացքն իրականում այնքան էլ հեշտ չի եղել, բայց սպասիրինձի թիմն իհարկե կանգ չի առել ոչ մի խոչընդոտի առջև եւ չի հանձնվել։ Դիտենք տեսանյութը։ Մարինեն է։ Հա, երևի Մարինեն է։ Գայ, քեզ ոնց որ մի քիչ նման է։ Դες սպասելով հարություն ունի։ Պապայի, փոպարիս մասնա։ Բարի շրթունքները նման է։ Բարին է։ Գայանե Հերմինե Սպասիրինձ հաղորդաշարի խմբագրությունում ցավոք մենք հաճախ ստիպված ենք լինում հայտնել ոչ միայն լավ, այլև վատ լուրեր։ Ինչ որ բան է եղել հա Մարինեի հետ։ Կարծում ենք, որ մեր հայտատուները ճշմարտությունն իմանալու իրավունք ունեն։ Լիլիայի հետ հեռախոսազրույցի ժամանակ մենք իմացանք, որ Մարինեն անցած տարի մահացել է։ Հասցրեցինք տեսնել։ Սպասիրինձը հաղորդում է իրական հերոսների մասին, իրական պատմություններով եւ ցավոք, այո, ոչ միշտ է, որ մենք կարող ենք լավ լուրերով հանդես գալ։ Շատ կուզենք ձեզ ուրախացնել, բայց ճշմարտությունն այսպիսին է։ Մենք հիմա մեզ կմեղադրենք խիբմի սուտ չէինք դիմում, ավելի սուտ կգտնեինք իրեն, գույնե կճանաչեինք, կշուֆեինք, թեկուս հեռվից։ Միգուցե բախտի բան այն չաս, ճակատագիրը չես կարա ասես։ Իսկ մենք կարող ենք Լիլիայի հետ կապ հաստատել։ Մենք ձեզ ենք փոխանցում Լիլիայի հեռախոսահամարը, եթե կուզեք մանրամասներ իմանալ կամ ուղղակի կապ պահել, կարող եք զանգահարել։ Այսքան բարդությունների միջով անցել ենք, գոնե Լիլիայի հետ կապ պահենք։ Ամեն դեպքում շնորհակալ ենք ձեզ, սպասիրինձ հաղորդաշարին, իր ամբողջ անձնակազմին, որովհետև մեծ գործ եք անում։ Շատ շնորհակալ ենք ամեն դեպքում, ամեն ինչի համար։ Ցավոք միշտ չէ, որ իրադարձությունները զարգանում են այնպես, ինչպես մենք ենք ցանկանում։ Դե մենք ընդհանրապես միջնորդ ենք եւ օգնող ուժ իրար կորցրած մարդկանց հանդիպման համար, բայց հրաշագործ չենք եւ կյանքի ընթացքը փոխել չենք կարող։ Փոխարենը կարող ենք խոստանալ, որ նրանց ցանկության դեպքում կլինենք նրանց կողքին այնքան ժամանակ, որքան նրանք կունենան
մեր կարիք։ Այսօր համար այսքանն էինք նախատեսել։ Մինչ տեսություն։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։